Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարը հերավար կապով հարցազրույցի այժմ հրավիրում քաղաքագետ Գրիգոր Բալասանյանին։ Պարոն Բալասանյան, ողջունում եմ ձեզ, շնորհակալ եմ այս ձևաչափով մեզ միանալու համար։ Եվ Բարև ձեզ, շնորհակալություն։ ուզում եմ, պարոն Բալասանյան, անդրադառնանք վերջին օրերի մի քանի խիստ մտահոգիչ հերթական զարգացումներին։ Մեր կյանքը իսկապես դարձել է լարված մի կծիկ եւ օր չկա, որ հանգիստ լինենք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ամեն օր մի նոր անակնկալ է բոլորիս մատուցում եւ փաստորեն կառավարության նիստում որոշում է կայացվել օրերս, ընդ որում դա կայացվել է գաղտագողի, որովհետև որևէ մեկս այդ օրերին տեղեկացված չեղանք նման որոշման մասին, որ 2025 թվականի նոյեմբերի 1-ից երկրի մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռը, որպես մեր խորհրդանիշ, մեր ազգային կարևորագույն խորհրդանիշ, որը կա նաև զինանշանի վրա։ Հիմա իդեպ այս որոշումը ես հիշեցնեմ եւ ձեզ եւ վստահ եմ դուք տեղյակ եք, լավ հիշում եք, բայց նաև մեր հեռուստադիտողին հիշեցնեմ, որ որոշումը կայացվեց Քլչի Հայաստան այցից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով այս հատուկ ներկայացուցչի Հայաստան այցից հետո, չէ, թե Նախաշեմին դուք հիմա ինձ կճշտեք, հա, եւ փաստորեն հիմա հարցս հետեւյալն է, պարոն Բալասանյան, մենք հիմա կանդրադառնանք թե Փաշինյանը եւ ԿՊԵ-ականները ինչպես դա մեկնաբանեցին, բայց ինչ մեկնաբանությունները ձեր կարծիքը հետեւյալ առումով, սա հատուկ ժեստ է հաճոյանալու համար Թուրքիային, սա ըստ ձեզ Թուրքիայի պահանջն է եղել, թե ոչ, որովհետեւ կան կարծիքներ, որ դժվար թե Թուրքիայի պահանջը լինի զուտ Փաշինյանի հաճոյանալու, այսպես քաղաքականության հետ գործ ունենք։ Լսում ենք ձեզ, պարոն Բալասանյան, խնդրեմ։ Այո, խնդրին ես էլ եմ տեղյակ եւ համացանցը արդեն մի քանի օր է ողողված է այդ տեղեկատվությամբ եւ մարդիկ իրենց վրդովմունքն են հայտնում սրա արդիվ։ Իհարկե, ես դասում եմ նաեւ իշխանական քարոզիչների եւ այսպես փորձագիտական դաշտի արդարացումները, թե մի քանի տարի առաջ էլ դա չկար, հետո մտավ, ինչպես էի կապրում առանց Արարատի, սա ցինիկ մեկնաբանություն է ըստ էության եւ ժողովրդի հույզերի հետ եւս մեկ անգամ խաղալու շատ վատ փորձ։ Արարատը լոկ սիմվոլ չէ, Արարատը լոկ սար չէ եւ եթե իրենց համար Արարատը լոկ սար է, դա Քավլիցի իրենց խնդիրն է։ Ես վստահ եմ, որ սա թուրքական կողմի պահանջներից մեկն է։ Ոչ թե սա ինքնաբուխ է արվել, այլ սա արվել է թուրքական կողմի պահանջով, ինչպես ժամանակին կառավարության շենքից ներսից Արարատը փոխարինվեց Արագածով, ինչպես հետո սկսեցին քննադատել այն մարդկանց, ովքեր ապրիլ 24-ին այրում էին թուրքական դրոշը, ինչպես սկսեցին խոսել, որ թուրքերը այդքան էլ մեծ թշնամի չեն եւ ժամանակն է եկել թուրքերի հետ խաղաղ ապրելու եւ այլն եւ այլն։ Այսինքն այս նարատիվները նոր չեն եւ չի ցանկանա եւս մեկ անգամ կրկնել մեր հասարակության մոտ այդ անընդունելի տեքստերը, բայց այն որ սա եւս մեկ անգամ այսպես մեր ազգային արժեքներին, մեր պատմական հիշողությանը դիպչելու քայլ է, սրանում ես չեմ կասկածում։ Տեսեք, շատ զարմանալիորեն կնիքի վրայից հանում են Արարատը, Այբենարանի վրայից հանում են Մեսրոպ Մաշտոցի նկարը, հայոց պատմությունը դառնում է Հայաստանի պատմություն, 9-րդ դասարանի դասագրքում հայ արքաների նկարների փոխարեն Հայաստանի կառավարության անդամների նկարներն են։ Սա հենց այնպես չի արվում։ Եվ իհարկե այստեղ ես ցանկանում եմ մի փոքր հիասթափեցնել, որ ինչ որևէ պարագայում դժվար է համեմատել Լևոն II մեծին կառավարության ներկայիս անդամների հետ, բայց մարդիկ ունեցել են այդ խիզախությունը եւ փորձել են իրենց համեմատել արքաների հետ։ Եվ իրենցով է սկսվում հայոց պատմությունը, Հայաստանի Հանրապետության պատմությունը, որ Հայաստանի Հանրապետությունը ընդամենը ունի 7 տարվա պատմություն ըստ էության։ Այսինքն սա մարզազմ է, որին ես չի ցանկանա անդրադառնալ, բայց փաստը մնում է փաստ։ Հերթական քայլն է արվում Հայաստանի Հանրապետության դեմ, հայ ժողովրդի դեմ, հայ ժողովրդի պատմական հիշողությունը ջնջելու համար եւ Արարատը իբրև սիմվոլ դեր ժամանակին, եթե չեմ սխալվում, Թուրգոտ Օզալն էր ասել, Թուրքիայի նախագահը, եւ անգամ կառավարության այսպես նեղ կազմով քննարկման ժամանակ առաջարկել էր Արարատը տալ եւ վերջ դնել այս ճշնամությանը, որովհետեւ
քանի հայ կա, Արարատը իր համար երկիր վերադառնալու պատմական Հայաստանը վերականգնելու համար սիմվոլ է լինելու եւ չգիտեմ ճիշտ է թե ոչ կամ գուցե շատ պատահական, բայց այդ մարդը հետո թունավորվեց եւ մահացավ, այսինքն դրան էլ է պետք է ուշադրություն դարձնել, այնպես որ սա պատահական քայլ չէ, սա անշուշտ դատապարտելի քայլ է եւ որևէ պարագայում սրան գնալ տրվել եւ փորձել սա հիմնավորել, ես կարծում եմ ապարդյուն է։ Ես կուզեմ հիմա այնուհանդերձ անդրադառնանք իրենց մեկնաբանություններին եւ հիմնավորումներին, տեսեք ինչպես են արձագանքում, օրինակ ԿՊ-ական падգամավորներից մեկ-երկուսը երեք ասում էին, թե պետք չէ քաղաքական հարաբերություններում, հարևանների հետ հարաբերություններում էմոցիոնալ այդ գիզը տանել, հա, դա էմոցիաներ են առաջացնում, իսկ Փաշինյանը ավելի այսպես գնաց առաջ եւ երեք մի կայացավ համապարփակ անվտանգության դիմակայության միջազգային այդ համաժողովի ժամանակ ելույթ ունեցավ, անդրադարձավ։ Ես ուզում եմ շատ կարճ, որքան է տհաճ է նրան անկեղծ ասած մեջբերելը, բայց այս մեջբերումն անեմ։ Ասում է դու քո տունը կառուցել ես քո կադաստրային գծից ներս, բայց արտաքին պատերին նկարներ ես նկարել, որը խորհրդանշում է քո ընկալումը, որի համար արժանի չէ, որ հարևանդ արժանի չէ ունենալ այն, ինչ ունի, եւ ամեն գարուն այդ նկարի գույները թարմացնում ես, նոր տարեր ես ավելացնում, եւ դա նյարդայնացնող է, կարող է նյարդայնացնել հարևաններին եւ այլն։ Այսինքն հերթական հիշում եք դուք ցուլի մի ժամանակ էլ ցուլի օրինակներ բերում, կարմիր գույնը տեսնող ցուլը ոնց է հունից դուրս գալիս, այդպես ասում եմ մենք կարմիր գույնը չպիտի ցույց տանք, դա իհարկե փոխաբերական իմաստով էր ասում, որ հարևանները մեր հանկարծ չջղաձգվեն կամ չնյարդայնանան։ Ակնհայտորեն ասում եկեք թուրքերին չջղայնացնենք։ Ես ձեր մեկնաբանությունն եմ ուզում իմանալ, այս ԿՊ-ական մեկնաբանություններին ձեր հակադարձումը էմոցիոնալ բաներ չանենք, չջղայնացնենք, չնյարդայնացնենք մեր հարևաններին։ Սա քաղաքական նորմալ քաղաքականություն է, առհասարակ արտաքին նորմալ քաղաքականություն է, սա ինչ է, ինչի հետ մենք գործ ունենք։ Պարոն Բալասանյան, խնդրեմ։ Ես անկեղծ կցանկանայի էմոցիա երկու հարցում տեսնել հայ ազգային արժեքների պահպանության եւ Հայաստան պետության պահպանության համար ներդրվեին այդ ջանքերը եւ այդ էմոցիաները եւ ես կցանկանայի էմոցիա տեսնել թուրքական կողմից, որ նրանք էլ այդպես էմոցիոնալ փորձեն իրենց հասարակությանը համոզել եւ հիմնավորել, որ Հայաստանի հետ հարաբերություններում էմոցիաներից պետք է կտրվել եւ պետք է գնալ հարաբերությունների կարգավորման, ինչ որ հարցում նաև փորձելով ինչ որ բան զիջել։ Իսկ ինչ վերաբերում է կադաստրին, ես ոնց հասկանում եմ, վերջին շրջանում կադաստրից շատ են խոսում։ Այդ հարևանը եկե մտել է կադաստրով մեզ հատկացված, պատմականորեն մեզ հատկացված եւ պատմական իրավունքով մեզ պատկանող տարածք, ուղղակի կադաստրային իր վկայականում այսպես շտրիխով է դա գծած, այսինքն դա օգտագործման իրավունք է, ոչ թե սեփականության։ Մենք մեր բովանդակ հայրենիքի մի հատվածում կառուցել ենք մեր տունը, որովհետև մյուսները խլել են ուղակի մեզանից եւ առանց սեփականության իրավունքի իրենք օգտագործում են այդ տարածքները տևական ժամանակ։ Եվ մենք մեր հայրենիքի հատվածում, ցանկացած հատվածում, ցանկացած նկար կարող ենք փակցնել եւ ցանկացած տեսակի վարագույր կարող ենք կախել։ Դա միայն եւ միայն մեր թշնամիների խնդիրն է, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, անհամ հյուրի այսպես ներքնակի վրա պետք է ասեղներ միշտ մտցնես, որ նա չկարողանալով քնել շուտ մտածի քո տունը լքելու մասին։ Մենք փոխանակ այդ ներքնակի վրա ասեղները խրենք, մենք փոխանակ ամեն անգամ ներկայացնենք, որ Արարատը մեր լեռն է, որ դուք եկվոր եք, որ դուք թալանչի այսպես անասնապահ լինելով եկել եք եւ տեր եք դարձել մեր ճկնաղ հայրենիքի մի հատվածին, հիմա էլ փորձում ենք հիմնավորել եւ փորձում ենք նրանց հավասարեցնել մեզ 5000-ամյա պատմություն ունեցող ազգին, մենք փորձում ենք հավասարեցնել մի քանի 100-ամյա պատմություն ունեցող քոչվորների հետ, այն պարագայում, երբ համեմատելի չեն այդ ամեն ինչը, հա, անհամեմատելին փորձում ենք համեմատելի դարձնել, սա անթույլատրելի է։ Եվ այս քաղաքականությունը, որ մենք ամեն ինչ տանք խաղաղ ապրենք, որ Թուրքի հետ պետք է խաղաղ ապրենք, վայ իրեն չզայրացնենք եւ այլն, այդ նույն թուրքերը շամպես դողում էին Հայաստանի եւ հայ ժողովրդի առաջ դեռ սրանից 10 տարի առաջ։
նույն ադրբեջանցիները, նույն Թուրքիայի թուրքերը, այնպես չէր, որ 10 տարի առաջ թուրքերը այսպես եղել են այնպեսին, ինչպեսին կան, ոչ։ Ուղղակի մենք մեր քաղաքականությունը ցավոք սրտի այնպեսին ենք տանում, որ մենք միայն չգիտես ինչու հաշվի ենք առնում ադրբեջանցիները թուրքերի շահերը, որ վայ հանկարծ մենք չնեղացնենք, վայ չզայրացնենք, բայց մենք չենք տեսնում հակառակ գործողություն իրենցից։ Սա անթույլատրելի է, սա քաղաքականություն չի։ Սա միակողմանի զիջում է, որը լավ տեղ չի տանել։ Այո, եւ կա անհանգստություն, պարոն Բալասանյան, որ այս մարդը պատրաստվում է իր թիմով հանդերձ զինանշանից էլ հանել Արարատ լեռի պատկերը, բոլոր այնտեղ, որտեղ կտեսնեն երևի Արարատ բառը, չգիտեմ, գուցե Արարատ մարզից էլ պոկեն հանեն, Արարատ քաղաքն էլ վերափոխեն, այսինքն այո, ճիշտ եք նկատում մեր հիշողությունը, մեր խորհրդանիշերը, մեր պատմությունը ջնջելու հային իր հիշողությունից, իր ժառանգությունից պոկելու հստակ քաղաքական գծի հետ գործ ունենք, որը վստահաբար շատ վտանգավոր տեղ է տանելու։ Եթե հաշվի առնենք այն, որ թուրքերը տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ վարում են այն քաղաքականությունը, թե հայերը քոչվորներ են, ապա կարող եմ ես հիմա վստահաբար ասել, որ Փաշինյանի քաղաքականությունը, այս թիմի քաղաքականությունը նաև միտված է դրան։ Այս կարևոր դետալները պոկել հանելով իրենք մի օր դա հայտարարելու են միանալով թուրքական այսպես կոչված պատմաբաներին։ Ես, պարոն Բալասանյան, կառաջարկեմ ձեզ անդրադառնանք նաև երեկվա իր Արցախի հետ կապված խոստովանությանը, բացի այդ դա կարելի է անվանել, դեպ վերջի շրջանում նա բավական համարձակ այսպես խոստովանություններ է հնչեցնում, պարզ ասած, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ինքը հատուկ ստորագրել է այն փաստաթուղթը, համաձայն որի Արցախը ինքը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, ասում է այդպիսով մենք ճանաչեցինք Ալմաթայի փաստաթղթի հիմքի վրա այդ ինքնիշխանությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ այդքանով ավարտում է եւ չի շարունակում այն միտքը իսկ Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի ինքնիշխանությունը տարածքային ամբողջականությունը Փաստորեն նա բացահայտ ասեց, որ այդ փորձարկումը մենք արեցինք եւ հենց այդ կետից փոխվեց ամեն ինչ։ Այո, այդ կետից հանձնվեց Արցախը։ Այդ կետից գնում է հայկական քաղաքականության գլխիվայր փոփոխություն, որը ամենևին հայանպաստ չէ։ Ես ձեր մեկնաբանությունը կխնդրեմ այս առնչությամբ, նրա այս խոստովանության առնչությամբ, խնդրեմ լսում ենք ձեզ։ Գիտեք, ինձ մոտ այնպեսի տպավորություն է, որ իշխող կուսակցությունը շտապում է։ Ես իրենց այս հայտարարություններում որոշակի անհարկի շտապողականություն եմ նկատում։ Միգուցե այդքան էլ խելամիտ չէր ընտրությունների նախօրեին, ընտրություններից առաջ ամբողջությամբ բացել խաղակարտերը եւ ամբողջությամբ ցույց տալ, որ իրենք պրոթուրքական քաղաքականություն են վարում, որ իրենք արևմուտք ասելով հասկանում են Թուրքիային եւ որ իրենք Եվրոպական միության անդամ դառնալու մասին օրենքի ընդունումը դա միայն եւ միայն քողարկում է, նպատակ ունի քողարկել այն քաղաքականությունը, որը իրականում վարվում է թուրքական աշխարհի հետ հարաբերությունները վերականգնել ի հաշիվ ավանդական շուկաների, ավանդական դաշնակիցների, ավանդական գործընկերների։ Եվ կա այսպեսի տպավորություն, որ շտապեցնում են այն աշխարհաքաղաքական կենտրոնները, ովքեր որ հանդիսանում են այս ամենի հեղինակը ըստ էության Հայաստանում այս գործընթացների։ Ինչ վերաբերում է Արցախին եւ դա նորություն չի ըստ էության, իրենք մի քանի անգամ են ասել, որ մենք Արցախը տվեցինք, որպեսզի վեր գտնենք մեր ինքնիշխանությունը։ Ես չգիտեմ այդ ինքնիշխանությունը Արցախում որտեղ էր թաղված, որ այդ ինքնիշխանությունը ման էին գալիս, չէին գտնում, եւ Արցախը պետք էր զոհաբերել ինքնիշխանություն գտնելու համար։ Բայց հիմա ես կարծում եմ պետք է այս պայն կանգնեն եւ բացահայտ ասեն, որ այն կեղծիքները, որ Արցախը ռուսը տվեց, Արցախը տվեց Իրանը, իրենք չկռվեցին, իրենք էս արեցին, իրենք նման հայտարարություն պետք է անեն նաև այն արցախցիները, ովքեր ջուր էին լցնում այս հայտարարությունների ջրաղացին, շրջապատման օրերին, բլոկադայի օրերին, ովքեր Արցախում ռուս խաղաղապահների բազայի մոտ միտինգ էին կազմակերպում եւ հայտարարում էին, որ ռուսն է խանգարում, որպես իրենք այստեղ կարողանան հանգիստ ապրել։ Այդ մարդիկ պետք է ենթարկվեն ժողովրդական պարսավանքի եւ պատասխան պիտի տան այս ամենի համար, որտեղ իրենք հանդիսանում են այս ամբողջի մի մասը, այս ամբողջ շղթայի մի մասը։ Ինչ վերաբերվում է Արցախի հետ կապված եւ իր հայտարարություններին, բնականաբար այդ հայտարարությունները ոչ մի լավ տեղ չեն տանելու։
բնականաբար այդ հայտարարությունները եւս մեկ անգամ ապացուցում են ադրբեջանական կողմի տեսակետը, թե Արցախը Հայաստանին չէր եւ Հայաստանի տարածարակ կապ չուներ։ Խոսելով Ալմաթայի մասին, ես չգիտեմ ինչն է պատճառը, միգուցե չգիտեն, միգուցե ադրբեջանական կողմն է պնդում, որ այդ հարցը չբարձրացվի, բայց անընդհատ խոսելով այսպես Ալմաթայի հռչակագրի մասին, չգիտես ինչու մոռանում են, որ Ադրբեջան պետությունը Ալմաթային միացել է 93 թվականին, երբ Արցախը Ադրբեջանի կազմում չէր, երբ հայ-ադրբեջանական սահմանը գտնվում էր այնպիսին, ինչպիսին կար։ Եվ Ադրբեջանը ճանաչել է ըստ էության Հայաստանի Հանրապետությունը միանալով Ալմաթայի հռչակագրին այն սահմաններով, որով եղել է Հայաստանի 93 թվականին։ Բայց չգիտես ինչու այդ մասին չեն խոսում, ձեռնտու չի երևի։ Իհարկե Ալմաթայի հռչակագրի հետ կարելի է ինչ-որ աշխատանքներ տանել, բայց Ալմաթայի հռչակագիրը ունի ուժեղ եւ թույլ կողմեր, որոնք պետք է օգտագործվեն Հայաստանի Հանրապետության կողմից։ Այդ ուժեղ կողմերից մեկն է մեր համար այն է, որ Այազ Մութալիբովը 91-ին ստորագրելով Ալմաթայի հռչակագիրը, երբ վերադարձավ Բաքու, նրան մեղադրանք առաջադրվեց, որ ինքը իրավունք չուներ այդ պայմանագիրը ստորագրել եւ ադրբեջանական խորհրդարանը չի հվավերացրել այդ պայմանագիրը ստորագրման ժամանակ։ Հետո տեղի ունեցել իշխանապողություն 93 թվականին Հայր Ալիևը երբ եկել է, նոր այդ ժամանակ ինքը ստորագրել, այսինքն Ադրբեջանը այդ ժամանակ է միացել այդ հռչակագրին, հետեւաբար իր համար հռչակագիրը պարտադիր է եղել այդ թվականից սկսած։ Ադրբեջանի առաջին հանրապետին հանձնել ենք մեր բոլոր խաղակարտերը, կամովին հանձնել ենք մեր բոլոր հնարավորությունները, հանձնվում ենք, փորձում ենք հանձնվել թշնամու բարեգտությանը, միայն թե հանկարծ թշնամին չբողոքի մեզանից։ Սա ինչ քաղաքականություն է։ Սա քաղաքականություն չի, սա կապիտուլյացիա է։ Իրեն իրենց անուններով է պետք կոչել վերջապես։ Սա կապիտուլյացիա է, կապիտուլյացիան, ինչպես կլասիկն է ասում, պոզով պոչով չի լինում։ Հետևաբար փորձել մանիպուլացնել այս հասարակությանը, գիտեք, շատ հեշտ է զենքի գումարը դնել, ասֆալտ անել, շատ հեշտ։ Դրանից հեշտ բան չկա։ Զենք չես առնում, ասֆալտ ես անում։ Զենք չես առնում, ասենք մանկապարտեզին մի հարկել ես ավելացնում։ Այսինքն այնպիսի բաներ, որ ժողովուրդը տեսնի, ասի դե գիտեք, մենք այն ժամանակ ինչ էր մեր հալը։ Բա հիմա տեսեք, բայց իրականությունը բոլորովին այլ է։ Շատ հեշտ է անընդհատ պարտք վերցնել, պետական պարտքը դարձնելով մոտ 20 միլիարդ դոլար։ Շատ հեշտ է։ Բայց թե ով է վճարելու, ինչպես է վճարելու, ինչպես է Հայաստանը դա սպասարկելու։ Դա ըստ էության այսպես վարկ վերցնողներին առհասարակ չի հետաքրքրում։ Հետևաբար եկել է ժամանակը, ես կարծում եմ, իրենց անուններով կոչելու, եկել է ժամանակը չտրվելու տարբեր մանիպուլյացիաներին, միտեղ ինչ-որ ներկայացման հետ կապված ողջ ազգը թեքվեց դրա վրա։ Մի հատ ինչ-որ, չգիտեմ, մի հատ մատուցող Փարիզում մոտեցավ ինչ-որ բան ասեց, ողջ ազգը թեքվեց դրա վրա։ Բայց իրականում այն ինչ կատարվում է եւ իրականում այդ մանիպուլյացիաների տակ ինչպիսի քաղաքականություն է իրականացում եւ որն է ամենակարևորը այդ քաղաքականության վերջնական նպատակը, հայ հասարակությունը կարծում եմ սրան պետք է ուշադրություն դարձնի։ Հայ հասարակությունը, եթե իր համար նորմալ է, որ չլինի հայոց պատմություն, եթե իր համար նորմալ է, որ լինի Հայաստանի պատմություն անորոշ ձևակերպման մի դասագիր, որի համար այսպես որևէ արժեքային սկզբունքներ չկան, որի օրինակ եթե համաձայն է, որ 7-րդ դասարանի դասագրքում նշվի, որ սելջուկ թուրքերը եկան Հայաստան եւ հսկայական միջոցներ ներդրեցին Հայաստանի վերականգնման համար, սա ամոթ չի։ Սա էր, ես սրա մասին էի ցանկանում ասել ըստ Շատ լավ, այսինքն մենք դուք ճիշտ նկատեցիք, պարոն Բալասանյան, որ մենք տարվում ենք, այո, Փաշինյանի նման հայտարարություններով, ցանկապատ ներկայացման շուրջ այդ բանով, բայց ամեն մի նրա խոսքի մեջ ակնհայտ է, որ քաղաքական գիծը տարվում է։ Սա մենք պետք է հստակ արձանագրենք եւ մենք բոլորս միասին հայերով, այսպես ասած, պետք է դուրս գալ պայքարի այն քաղաքական գծի դեմ, որը տանում է հայության ինքնության ոչնչացման, մեր հայրենիքի ոչնչացման։ Այ մենք միայն արձանագրում ենք Փաշինյանը սա ասեց եւ մեր գործը ավարտված ենք համարում, բայց իրականում նա գնում է հենց այդ ոչնչացման
թշնամական պետությունների ներկայացրած ծրագրի իրականացման ճանապարհով։ Սա է իրականությունը, որ պետք է գիտակցի ամեն հայ։ Եվ երեկվա մեկ հայտարարությանը եւս հենց այս որպես հերթական մանիպուլյացիային կուզեմ անդրադառնալ, ինչու եմ ես մեջբերում, որպեսզի մեր ժողովուրդը լսի, շատերը երբեմն տեղյակ չեն, թե նա ինչ է խոսում, եւ անհրաժեշտ է, որպեսզի դուք քաղաքագետներդ մեկնաբանեք, որ այդ խոսքի տակ ինչ նպատակներ է նա թաքցնում իրականում։ Երեք օրինակ ասում եմ, մեր խնդիրն այն չէ, որ այսօր խաղաղություն ապահովենք, հետո գնանք մի 10 տարի հետո հերթական պայթյունը տեղի ունենա, ոտքներներս գցենք, մուշտուկը դնենք բերաններիս մի խոսքով եւ հետո գանք ասենք, որ պայթյուն եղավ եւ այլն, եւ ասում է թող այսօր մեզ անվանեն դավաճան, բայց մեր գործողությունների արդյունքում 50, 100, 150 տարի անց Հայաստանը լինելու է պետություն։ Հիմա տեսեք ինչ է ինքը փաստորեն մեր ժողովրդին ըստ իս մատուցում եւ իմ դիտարկումը ներկայացնեմ եւ լսեմ ձեր կարծիքը։ Մարդը ասում է այսօր ոչինչ, դուք ինձ անվանեք դավաճան, դա էական չի, բայց ավելի լավ է մենք պատերազմ չունենանք։ Ավելի լավ է ես կոչվեմ դավաճան, քան մենք իրականում պատերազմ ունենանք։ Այսինքն մեզ դնում է նորից պատերազմ, թե դավաճան, պատերազմ, թե հա նման հերթական մանիպուլյացիայի հետ գործ ունենք։ Բայց պարոն Բալասանյան, հնարավոր չէ ի վերջո, որ պետությունը վարի այնպիսի քաղաքականություն, որի հիմքում լինի արժանապատիվ խաղաղությունը, որի հիմքում չլինի ինքնության կորուստը, հա, այդպիսի քաղաքականություն այս իշխանությունը անզոր է իրականացնել, որ դնում է մեզ այնպես նման երկընտրանքների առաջ, խնդրեմ։ Գիտեք, այսպես ես փորձեմ դա մեկնաբանել, էլի։ Յուրաքանչյուր պետության արտաքին քաղաքականության մեջ կարող են լինել սխալներ, կարող են լինել հա բաց թողումներ, կարող են լինել խնդիրներ, բայց այսպես միանշանակ ես ուզում եմ հասկանալ որտեղից այդ վստահությունը 100-150 տարվա Հայաստանի Հանրապետություն գոյություն ունենալու հետ կապված, եթե Հայաստանի Հանրապետությունը չպիտի ունենա ազգային դիմագիծ, եթե Հայաստանի Հանրապետությունը չպիտի ունենա ազգային հերոսներ, իրական հերոսների մասին է խոսքը, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չպիտի դաստիարակվեն ազգային ոգով եւ ազգային այսպես նկարագրով, այդ դեպքում առաջանում է այսպես ռետորական մի հարց, այդ դեպքում ինչին է պետք Հայաստանի Հանրապետությունը։ Եթե դա պիտի լինի կիսագաղութային վիճակում թուրք-ադրբեջանական այսպես տիրապետության տակ կքած իրենից ոչինչ չներկայացնող միջազգային հարաբերություններում որևէ ազդեցություն եւ դիրքորոշում չունեցող պետություն։ Այդ դեպքում հարցը առաջ մեր ինչին է պետք նման պետություն։ Դրա համար հիմա խոսալ այսպես անպագորգոր, հա, ինքնահրկիզվող հայտարարություններ անել, որ մենք մահապարտական ինչ որ մենք սա նշանակում է, որ մարդիկ ունեն հստակ գիծ եւ մարդիկ այդ գիծը տանում են առաջ։ Շատ լավ իմանալով, որ դա ժողովրդի կողմից դիտարկվելու է նաև որպես դավաճանություն։ Այնպես չի, որ մարդիկ ինքնակնդատություն են անում, ասում են, գիտեք, դե ոչինչ, թող դա հետո դիտվի։ Չէ, իրանք գիտեն, որ դա ժողովրդական մասաների կողմից նաև դիտարկվելու է իբրև դավաճանություն, դավաճանություն ազգային արժեքներին, դավաճանություն հայ եկեղեցուն, դավաճանություն ընտանիքին, դավաճանություն դպրոցին, դավաճանություն ազգային մեր ինքնագիտակցության եւ ազգային արժեքներին։ Եվ նաև այս ամենը շատ լավ իմանալով, եթե այդ քաղաքականությունը շարունակում են առաջ տանել, նշանակում է այդտեղ կա միտում։ Որովհետև գիտեք, ցանկացած պետության էլ կարող են բանակցությունների ժամանակ այսպես նեղը գցել եւ ստիպել ինչ-որ բան ստորագրել։ Եկեք վերցնենք Իսրայելի փորձը։ Իսրայելը, երբ Միացյալ Նահանգները ստիպում էր Իսրայելին ստորագրել ինչ-որ պայմանագիր, որը ձեռնտու չէր Իսրայելին եւ Իսրայելի ազգային շահերին, ինչ էին անում։ Կառավարությունը շատ արագ հրաժարական էր տալիս։ Գալիս էր նոր կառավարություն, ով դեռ երկար ժամանակ ձև էր անում, թե ինքը ինչ-որ հետազոտություններ է անում, հասկանալու թե նախորդ իշխանությունները ինչեր են արել եւ որտեղից պետք է սկսել եւ որն է ձեռական կետը։ Եթե չի կարողանում, չես կարողանում քո մոտ չի ստացվում, ուրեմն դու պիտի թողես հեռանաս, այլ տարբերակ չկա։ Բայց հանուն բանալ եւ միջև վերջ տանել, միջև վերջ մսխել դիմադրության հնարավորություն եւ դիմադրության այսպես այս ամեն ինչը սա անթույլատրելի։
Պարոն Բալասանյան, մեր հարցազրույցը ավարտել եմ առաջարկում, բայց հետևյալ, հա, մեկ հարցով եզրափակիչ, օգոստոսի 8-ից այս կողմ ամեն օր սրանք քարոզում խոսում են Վաշինգտոնյան փաստաթուղթը միակ եւ ամենազորեղն է, խաղաղություն է մեզ բերում, տարածաշրջանում խաղաղություն է բերում, երեկվա ելույթում եւս նորից խոսեց խաղաղության, անվտանգային լեգիտիմության, ռազմավարության մասին, նոր տերմիններ է պտտում, ես կխնդրեմ ձեր կարծիքը, որովհետև գիտեք, այս իրենց քարոզը շատ մեծ է, հանրային հեռուստատեսությունը ամբողջությամբ լծված է այդ քարոզին, մարդիկ կարծես խայծը կուլ են տվել, եւ այդ քարոզով նա կգնա, վստահ կարող եմ ասել, այդ 26-ի ընտրություններին, որ Վաշինգտոնի թուղթը թափահարելով, այդ մասին մենք երբ խոսում ենք, դուք եք քանիցս ասել, որ իրեն մի թուղթ է պետք, որ ցույց տա մեր ժողովրդին, թե այ խաղաղություն են բերել։ Փաստորեն այս Վաշինգտոնյան ոչինչ չարժեցող թուղթը նա ներկայացնում է որպես խաղաղության համաձայնագիր։ Եվ կխնդրեմ սրան անդրադառնալ հետևյալ առումով, հա, այս փաստաթղթի համաձայն մենք չենք ունենալու փաստորեն մեր անվտանգության երաշխավոր որևէ կազմակերպություն, կառույց։ Մենք չենք ունենա երրորդ մի երկիր, որը, ասենք, կպաշտպանի մեր սահմանները, ինչպես ունեցել ենք հանձին Ռուսաստանի։ Հիմա կարող ենք ասել, որ Վաշինգտոնյան այս փաստաթուղթը, որոնք նրանք ճոճում են օդում որպես խաղաղաբեր, ճիշտ հակառակն է մեր անվտանգությունը քանդող Հայաստան պետության անվտանգությունը խաթարող փաստաթղթի հետ մենք իրականում գործ ունենք։ Ձեր եզրակացությունը, ձեր մեկնաբանությունը եւ դրանով ավարտենք, խնդրեմ։ Վաշինգտոնյան փաստաթուղթը ոչ միայն անհասկանալի եւ ափալ-թափալ այսպես գրված եւ ստորագրված փաստաթուղթ է, այլ նա ուղիղ սպառնալիք է Հայաստան պետությանը եւ Հայաստանի անվտանգությանը։ Դու երբ որ ստորագրում ես մի պայմանագիր, որով 4 երկիր իրար հետ հակասության մեջ է մտնում քո տարածքում, եւ 4 երկիր յուրովի կարող է մեկնաբանել իրեն ուղված սպառնալիքը եւ գործել յուրովի անկանխատեսելի։ Մենք ձեր հետ միասին տեսանք Դոհայում ինչ կատարվեց, մենք ձեր հետ տեսանք նույն Միացյալ Նահանգների դաշնակից Դոհայում, մյուս դաշնակիցը եկավ խփեց Դոհայի մայրաքաղաքին եւ ամերիկյան բազայից օդ բարձրացած լիցքավորիչները լիցքավորեցին իսրայելական ինքնաթիռները, որոնք հարվածեցին այն երկրին, որտեղ գտնվում է այդ բազան։ Այսինքն մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների եւ խոսքը եւ գործը եւ նշանակությունը։ Հիմա եթե դու ստորագրում ես այդ փաստաթուղթը եւ մեկ օր հետո Միացյալ Նահանգների նախագահ Հայաստանը Ալբանիայի հետ է շփոթում, սա լուրջ չի։ Եվ սա թափահարել եւ ասել մենք սրանով խաղաղություն ենք բերել, սա քաղաքական խառնաշփոթ է, ոչ թե խաղաղություն եւ ոչ թե բազմակողմ դիվանագիտություն։ Ես չեմ ցանկանում այլ ձևակերպումներ տալ, տա Աստված մենք սխալվենք իհարկե, բայց այս փաստաթուղթը ոչ թե խաղաղություն, այլ շատ ավելի լուրջ սպառնալիքներ ու մարտահրավերներ է բերելու մեր պետության համար, որ աշխարհակարգով պատճառը կյանքի չի կոչվելու։ Շնորհակալ եմ, պարոն Բալասանյան, այս ձևաչափով շատ կարևոր հարցերի ձեր հակիրճ եւ բովանդակային մեկնաբանությունը տալու համար։ Վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, հեռավար կապով ես զրուցում էի քաղաքագետ Գրիգոր Բալասանյանի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք